Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ երկու րոպե ցածում եք, ասա։ Այս դիրքում իմ տղեկ է։ Ասա մի անջատի։ Այս դիրքը արտողի մերը։ Նա մինչև վերջին պահը չլքեց դիրքը, մի լքիր հայրենիքդ գրությունը հազիվ է երևում Երևանի պետական համալսարանի գետնանցումի պատին։ Նկարիչ Արթուր Ավագյանն էր 2016-ին նկարել ապրիլի 2-ին Մարտակերտի դիրքը պաշտպանելիս հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի նկարը մայրբուհի ղեկավարության թույլտվությամբ։ 16 թվականին, երբ որ նկարվում էր, դիմել էին, այդ պատմությունը կա, հարցազրույցները կան, որ դիմել էին հենց ԵՊՀ-ին թույլատվությունները ստացվել էր, ամեն ինչ պաշտոնական արվել էր։ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն են պատահաբար նկատել, որ Աբաջյանի դիմանկարն անհետացել է։ Ամսի 3-ին էր գիտղեկավարս Լևոն Աբրահամյանը ասաց, որ անցել է անցումում եւ չկա։ Եվ արագ գնացինք, նկարեցինք, պարզ դարձավ, որ ինքը բավական այսպես պրոֆեսիոնալ մաքրված է։ Հանդիպեցինք բախտի բերմամբ ռեկտորը բակում էր, հանդիպեցինք ռեկտորին, ռեկտորը ընդհանրապես տեղյակ չէր։ Քաղաքապետարանը 2 օր առաջ էր տեսանյութ տեղադրել հիշեցնելով կարգը, ըստ որի պատերի առանց թույլտվության բոլոր նկարները պետք է մաքրվեն։ Երևանում որմնանկարներ կամ գրաֆիտիներ նկարելու համար պետք է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին, ներկայացնելով էսքիզային տարբերակը, նպատակն ու բովանդակությունը։ Բազմաբնակարան շենքերի վրա նկարելու համար պետք է ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների գրավոր համաձայնությունը։ Ռոբերտ Աբաջյանի նկարը միակը չէ, որ անհետ ջնջել են պատերից։ Բաղրամյան պողոտայի գետնանցումից եւս 3 հերոսների նկար է անհետացել։ Հատուկ սարքով են պատերից քերել հերոսների նկարները։ Նայեք, ես անցնելուց իրանց ասացի, որ դուք հերոսների նկարներն եք մաքրում։ Իսկ իրանք ասեցին, որ չէ, ռեմոնտ ենք անում, մաքրություն է, բայց իրանք տղեկի նկարները մաքրեցին, անասուն են։ Հայրենասիրության ու մինչև վերջ պայքարի լավագույն օրինակն է Աբաջյանը երիտասարդության համար, ասում են ուսանողները։ Շատերը վանդալիզմ են համարում տեղի ունեցածը։ Այդ պարտադիր պետք է, որ իրանց բնավորության բոլորս կարողանանք շարժվել։ Որպես օրինակ։ Հենց որպես օրինակ, այո։ Որտեղ իմ ազգի մեջ շատ է վերացել հերոսի կարգավիճակների։ Նկարը մաքրել չի նշանակում մարդկանց սրտերից մաքրել։ Մարդկանց սրտերի մեջ իրանք էլ իրանց հերոսությունն մնալու են հավիտյան հիշեն մարդիկ։ Նկարով այդքան բան չի որոշում, բայց ցանկալի է, որ երիտասարդական վայրերում, որտեղ որ երիտասարդները հաճախ են, նկարը հիշեցնի իրանց, չմոռանա։ Այդքան բան ամեն ինչ մոռացում է, աղջիկ ջան, ցավոք սրտի տարիների ընթացքում ամեն ինչ մոռացում է, ցավոք սրտի, մարդու հիշողությունը շատ կարճ է։ Քաղաքապետարանից հայլուրին հայտնում են, որ մաքրել են այն նկարները, որոնք թույլտվություն չեն ունեցել։ Սկսել են կենտրոնից ու շարունակելու են մաքրել բոլոր առանց թույլտվությունների գրաֆիտիները։ Հարցին ինչու նախկինում որմնանկարների թույլտվություն չեն պահանջել, քաղաքապետարանը պատասխանում է՝ նախկինում օրենքին խիստ չեն հետևել։ Իսկ այս նկարների, տելեգրամյան հղումների, անիմաստ գրառումների համար թույլտվություն եղել է, հարցնում են մարդիկ։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան և Էլեն Յահինյան, Հայլուր։